Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի նպատակը հասարակության շահերին ծառայելն է։ Ես Վայե Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը չենք շրջանցում սուր հարցերը, մենք խփում ենք նպատակակետին։ Հանրության ուշադրությունը օրեր շարունակ սևեռված էր Շիրակում և Գեղարքունիքում տարերային աղետների պատճառած վնասներին ու դրանց հետևանքների վերացմանը։ Սելավատարերի խցանման ու հեղեղման պատճառով այս անգամ բարեբախտաբար զոհեր չունեցանք։ Ինչպես հայտնի է, Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, այստեղ հաճախակի են երկրաշարժերը և սողանքները։ Ի դեպ հենց հողերի սահքի պատճառով մոտ 1 տասնամյակ առաջ Տավուշում բլուր փլուզվեց, զոհեր եղան։ Օրերս էլ ակտիվացել էր Կապանի սողանքային շերտը, հողերի սահքը սպառնում էր դպրոցներից մեկի շենքին։ Մասշտաբային հեղեղումները սակայն մեր երկրին բնորոշ չեն եղել, թեև դրանց մասին պարբերաբար լսում ենք վերջին շրջանում, երբ կլիմայի փոփոխության, հողի վերին շերտերի կոռոզիայի պատճառով վերերկրյա ջրերը չեն թափանցում հողի շերտեր և հեղեղի տեսքով ողողում են բնակավայրեր ու ենթակառուցվածքներ։ Միայն վերջին օրերին երկու նման դեպք եղավ Արթիկում և Կաթնաղբյուրում։ Փորձեցինք հասկանալ, ինչու և ով է պատասխանատու սելավատարերի անխափան աշխատանքի համար։ Պատասխանատուին գտանք, հարցերի պատասխանները ոչ։ Այժմ Շուշանիկ Միրզոյանի «Ջրիչը բերածը ջուրը տարավ» ռեպորտաժը։ Այսպիսի թափով հեղեղաջրերը 1 ժամում ողողեցին Արթիկը։ Ցեխաջուրը գրոհեց 2 ուղղությամբ։ Ամենաշատը տուժեցին Մովրով տեղամասին հարող թաղամասի բնակիչները։ Մարդիկ կորցրին շարժական ու անշարժ գույքը, ընտանի կենդանիներ։ Որն է նայեք, ձորը ինչքան է լեցնել ու ինչքան է ելել։ 5 մետրից ավել լեցավ։ Դեպի ջուրը բերը հասել է ստե։ Մարդու տունը սա հող է բերել լեցել։ Ոչինչ չկա։ Սաղսպես ցեխի մեջ է։ Ոզերի, որին փարգել ենք, որը ստեղ կադնեն ջդերը յարը։ Եղել է ակուրատնի, նորմալ տարած։ Ես քարի սաղ, ես գետիկ շատ քարի։ Ինչի համար, պարելը պագեցին, հոլը պագեցին, հողը լեցեցին, մենք հողամասարկեցին, պարել քշեց, պարելը ծացկեց ջուրը էլա տունը լեցվա։ Սաղ ջրի մեջ է։ Սիկորում լեցված է, սաղ պատվալը թրճավ, բանկետը չերի երեսը, շարած քշեց պես տարավ։ մարտոլ, իստար, լևաս տարավ։ Քաղաք մտնելուց սելավատար հասնելու պահին մոտ 30 մետր ճակատով ալիքի բարձրությունը մոտ 1-1.20 մետր, մտել է սելավատար, որը ընդամենը հաշված րոպեների ընթացքում խցանվել է։ Մյուս Բլբուլենց ձոր կոչվող տեղամասում վնասը անհամեմատ փոքր էր։ Մարդկանց ունեցվածքը հիմնականում հաջողվեց փրկել դեռևս խորհրդային տարիներին կառուցված հեղեղակարգավորիչի շնորհիվ։ Սելավատարի վերևի հատվածում կառուցված է եղել հեղեղակարգավորիչ, որտեղ ջրերը հավաքվել են, հանգստացել են և կանոնավոր ձևով իջել են Բլբուլենց ձորի սելավատարը ավելի հանգիստ անցկացրել այդ ջրերը։ Սակայն ընդհանուր առմամբ Արթիկին հասցվեց տասնյակ միլիոնների վնաս։ Աղետից օրեր անց էլ մարդիկ քնում էին տանիքներում, չէին գործում ենթակառույցները, մարել էր տները մաքրելու և բնակության համար պիտանի դարձնելու հույսը։ Կամուրջից են կամուրջին, այս քարից են քարին, մեր վիճակները, նայեք թե ինչ կկատարի մեզ հետ։ Ստեղ են ուստե, մեկնի պապանց պարոնորդի, մեկնի հարած մուրող լինի։ Իսկ մինչև երբ պետք է սպես տա։ Ինչ ես ասել, դες մանր քորպա երեխեքի զուր հավաքի մեջ տա։ Երգորդ կերիշ եմ քնե, 70 տարեկան մարդ ես, եմ կերիշ քնեմ։ Խոլերիայի բուն, հոսածկած օծեր, չգիտեմ ինչ էր, նոր բանան աշխատողներս կանգնած է, բարձու բանվորներս։ Բանվոր են վարձե բերել։ Որ աշխատին հանեն այդ տիղը, գոնե այդ հոդից ներս կմտնենք դուրս կգանք չմեռնենք։ Տուալետ չկաս կան ժողովուրդը ամոթել է սելը, քաղաքապետարանը դու մասին չի մտածել։ Բնակիչներին բնակարանների վնասի չափով հատկացվել է գումարներ մինչև մեկ բնակարանի համար 4 միլիոն 600 հազար դրամի սահմաններում։ Գործադրին է դիմել Գեղարքունիքի Կաթնաղբյուրի գյուղապետարանը։ Գյուղը զգալիորեն տուժել է հունիսի 24-ի հեղեղումների պատճառով։ Այսպես լիքը ջուր էր։ Այդ իրիկուն ինչքան որ լետրոներով, դույլերով հանեցինք, հետո կեսել մնաց, ասենք առավոտյան ելում տեսանք արդեն չորացել։ Ծաղներ տան եղած են, լրիվ այսենց ջրի մեջ էր։ Ցեխի մեջ ինչեւ այստեղ մի տոնակես բակել, այստեղ խորած եղել։ Եթե մի տոնակես ես բակել չվերցնի, տունը լրիվ կքաշեր տաներ։ Ես իմ կուխնյանա, իմ ուտել, իմ քնում, իմ ամենը տեսանա։ Իրանք կան տեսա, որ բոլոր այսպես խաղաղ նման կեթա։ Սելավաջրերը տեղ-տեղ 1 մետրանոց փոսեր են առաջացրել գյուղամիջյան ճանապարհներին։ Առ այսօր այդ հատվածներում երթևեկել հնարավոր չէ։ Գյուղապետարանը եթե միջոցներ ունենակ, հաստատ իր աջակցությունը ցույց կտա տուժած ընտանիքներին, բայց գյուղապետարանը հաղազիվ ֆինանսական հնարավորությունների սահմանելու մանկապարտեզ է պահում, մնացած
ենթակառուցվածքները։ Եթե Կարճախբյուրում հեղեղատար կամ սելավատար ընդհանրապես չկա եւ հեղեղաջրերը ակտիվանալիս այսպես թե այնպես ողողելու էին գյուղը, ապա Արթիկում գործող սելավատար կա։ Ինչու այն չկարողացավ զսպել ջրի հոսքը եւ արդյոք հնարավոր չէր խուսափել վնասներից։ Այնում մեզ վստահեցրին, որ այն մաքրված էր եւ շահագործման խնդիրներ չուներ։ Արտիկի քաղաքապետը ստանձնել էր այդ աշխատանքները իր բյուջեի հաշվին իրականացնել եւ իրականացվել է։ Եթե դուք մի հատ այնտեղ բարձրանակ տեսնեք այդ քարերի բերած ջրի բերած քարերի չափերը, արդեն ոչ ջրատարի որակի, ոչ ջրատարի մաքրության, հաստատ որովհետեւ այն ժամանակին այդ ջրատարը մաքուր եղել է, հեղեղատարը խնդիրներ չեն ունեցել։ Սելավատարերի մաքրման, նորոգման ու անխափան աշխատանքի պատասխանատուն ջրային տնտեսության պետական կոմիտեն է, սակայն այստեղ հարցազրույցից հրաժարվեցին, նշելով, որ սելավատարերը իրենց հաշվի կշիռ են փոխանցվել վերջերս եւ առայժմ ոչ մի աշխատանք չեն կատարել։ Ինչևէ, գործող մեխանիզմով կառավարությունը սելավատարերի նորոգման ու պահպանման համար պետբյուջեից հատկացումներ է կատարում ջրտնպետկոմին, սակայն գումարը միշտ չի հերիքում։ Երբեմն էլ անտեսվում են ակնառու փաստերը։ Այսպես, Գեղարքունիքում ու Շիրակում սելավատարերի ոչ պատշաճ սպասարկման հետևանքով հաճախ խցանումներ են առաջանում։ Մարզային իշխանությունները ստիպված ստանձնում են նաև դրանց վերացման պարտականությունը։ Նորակերտ համայնքում սելավատարը լցվելու պատճառով հեղեղային վիճակ էր առաջացել, ջուրը լցվում էր, ալոսկի ջրերը լցվում էին դաշտերը, աշտարացաները, մենք կարողացանք միջամտել եւ համապատասխան տեխնիկա տրամադրեցինք, այդ վիճակը կարգավորեցինք։ Ավելին, ժամանակ առ ժամանակ սելավատարերը ապամոնտաժվում են։ Այսպես 2015-ին Շիրակի Հայկավան գյուղի սելավատարի խողովակները ապամոնտաժվեցին ու վաճառվեցին։ Գումարը ուղղվեց դրանց սեփականատեր, սննկացած ոռոգում ընկերության պարտքի մարմանը։ Այս պայմաններում որքան գումար է հարկավոր այս համակարգի անխափան գործունեության համար, հայտնի չէ։ Սելավատարերի առավել վտանգավոր հատվածներն ուսումնասիրվել են դեռևս 2011-ին։ Դրանց նորոգման համար մի քանի միլիարդ դրամ է հարկավոր։ Հեռախոսով մեզ տեղեկացնում են ուսումնասիրության հեղինակները։ Մասնագետները վստահ են, որ սելավատարերը կմնան նույն վիճակին, քանի դեռ չի ստեղծվել դրանք շահագործող միասնական կառույց, որը պատասխանատու կլինի մաքրման, նորոգման, անվտանգ սպասարկման համար։ Այս պահին նման կառույց ոչ միայն չկա, այլև համակարգը ձեռքից ձեռք է անցնում։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Վերջերս լուրեր տարածվեցին, թե մայրաքաղաքում վրայերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է, քանի որ հարազատները թույլ չեն տվել նրան արյուն ներարկել։ Պատճառաբանությունը ապշեցուցիչ է եղել։ Հարազատները նաև վրայերթի ենթարկվածը, որը գիտակցության մեջ է եղել, նշել են, որ Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության հետևորդներ են եւ օտար արյուն ընդունելը դեմ է իրենց համոզմունքներին։ Բուժ հաստատությունում իմ գործընկեր Սոնա Դանիելյանին սակայն վստահեցրել են, որ մահվան պատճառը ոչ թե արյուն չներարկելը, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն են եղել։ Նույնը նշել է նաև մահացածի որդին, միաժամանակ ասելով, որ ներարկումից այնուամենայնիվ մայրը հրաժարվել է։ Առողջապահության նախարարությունում վստահեցնում է, որ կյանքին սպառնացող վտանգի դեպքում գործում է ոչ թե բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքի 17-րդ հոդվածը, որը թույլ է տալիս հրաժարվել բժշկական միջամտությունից, այլ 16-րդը, համաձայն որի առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն։ Այդուհանդերձ հնարավոր են դեպքեր, երբ բուժօգնություն չցուցաբերվի անգամ կյանքին սպառնացող վտանգի մասին բժշկի զգուշացումից հետո։ Այսպես զանգահարում եք շտապ օգնության ծառայությունը։ Գալիս է բժիշկը ու վտանգի վերաբերյալ ինչ-ինչ կասկածներով ձեզ առաջարկում է տեղափոխվել հիվանդանոց հետազոտման։ Հրաժարվելու պարագայում առաջարկում է ստորագրել թուղթ, որով փաստում եք առաջարկել են, հրաժարվել եմ։ Իսկ ուր մնաց օրենքի 16-րդ հոդվածը։ Ներկայացնում եմ Սոնա Դանիելյանի իրականությունը ուժեղ է օրենքից տեսանյութը։ Այս փոքրիկը 2 օր առաջ է վիրահատվել եւ կյանքը փրկելու համար նրան արյուն են ներարկել։ Ստացել է գալուց, որովհետեւ շատ ցածր է ու շտապ պետք է վիրահատենք։ Այդ 2 օր առաջ հա որ եկել։ Արյուն փոխարինողները իրանք մի քիչ ժամանակ են պահանջում։ Ելնա սիտուացիա Շատ հիմա ավելի դիպուկ ու խիստ անհրաժեշտության դեպքում է կատարվում բաղադրիչների ներարկումը, որը հղի է եւ նաեւ այս կամ այն բարդություններով
եւ բնականաբար խիստ անհրաժեշտ է կյանքը փրկելու ուղղությամբ։ Կյանքեր փրկելը Աստծո կողմից տրված ամենամեծ շնորհն է։ Սա հայ առաքելական եկեղեցու համոզմունքն է։ Մինչդեռ Եհովայի վկաների համար արյուն ներարկելը, եթե անգամ այն կյանք փրկելու նպատակ ունի, անընդունելի է համարվում։ Հայաստանում Եհովայի վկաներ քրիստոնեական կազմակերպությունից հրաժարվեցին հարցազրույցից, մեր հարցերին պատասխանելով գրավոր։ Ըստ այդմ իրենց գործողություններում առաջնորդվում են Աստվածաշնչի ծննդոց, ղևտական գործեր եւ այլ գլուխների կետերով։ Մարդկության պատմության հենց սկզբից արարիչը հստակ պատվերներ էր տվել այն մասին, որ հարկավոր է հեռու մնալ արյունից։ Աստծո համար արյունը ներկայացնում է կյանքը։ Դա է պատճառը, որ Եհովայի վկաները հրաժարվում են արյուն փոխ ներարկելուց կամ սննդի մեջ օգտագործելուց։ Ծննդոց գրքում նույնպես եւ օրինաց գրքում, ղևտացոց գրքում շատ հաճախ եւ շատ հստակ պատվեր կա Աստվածաշնչի մեջ, որ զոհաբերված կենդաների արյունը մի խմեք եւ մի կերեք։ Սա իրականում ոչ մի կապ չունի Եհովայի վկաների այս մոտեցման հետ, որ արյան փոխներարկումը սխալ է։ Եհովայի վկաները շատ անգամ Աստվածաշունչը մեկնում են իրենց կամայական մեկնաբանություններով։ Կարող են վերցնել առանձին համարներ եւ այդ համարների շուրջ կառուցել իրենց սեփական մեկնաբանությունները։ Հունիսի 9-ին Շիրակի փողոցի այս հատվածում վրաերթի է ենթարկվել 47-ամյա Նաիրա Դավթյանը եւ ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Թե Նաիրան, թե հարազատները հիվանդանոցում տեղեկացրել էին, որ Եհովայի վկաներ են հրաժարվելով արյան փոխ ներարկումից։ Ես պատումից նայում եի, ասել արավ, շատ արավ։ Այս քերքն էլ կաննես խոսում է հեռախոսով։ Խոսես թռա մայթը սխմելով մցրեցներ։ Նաիրայի հարազատները, որոնք կազմակերպության իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո հրաժարվեցին նկարահանումից, պնդում էին, որ գործը արյան փոխ ներարկմանը չի հասել, սակայն եթե այդ կերպ հնարավոր լիներ փրկել կյանքը, միևնույն է չէին համաձայնի։ Բուշ հաստատությունից էլ պարզաբանեցին, որ մահվան պատճառն արյուն չներարկելը չի եղել։ Հակառակ դեպքում իրենք կգործեին բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքի 16-րդ հոդվածով ու պացիենտի կյանքը փրկելու համար կանեին անհրաժեշտ միջամտությունն առանց նրա կամքը հաշվի առնելու։ Բժիշկներն այս իրավունքն ունեն այն դեպքերում, երբ կյանքի ու մահվան հարց է լինում։ Հաստատողն իրենք կազմում, որոնք գրվում է, որ ես տալիս եմ ցույց հանձնարարականների մասին, որ ես ազատում եմ բոլոր պատասխանատվությունից բժիշկներին, այն բանի համար, որ ես հրաժարվում եմ արյան փոխ ներարկումից։ Քանի որ տվյալ դեպքում մենք համաձայնություն չունենք, որ պետք է երեխայի նկատմամբ իրականացնել բժշկական միջամտություն, բժիշկները չեն կարող որևէ գործողություն իրականացնել, բայց միայն այն դեպքում, եթե այդ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Նման դեպքերում գործում է նշված օրենքի 17-րդ հոդվածը, ըստ որի հիվանդը կամ հարազատները անկախ կրոնական համոզմունքներից կարող են ստորագրությամբ հրաժարվել անհրաժեշտ բուժօգնությունից, սակայն սա հղի է ծանր հետևանքներով, քանի որ հրաժարվողները բժիշկ չեն։ Մենք ցավոքսերտի ունենում ենք դեպքեր, երբ որ խիստ անհրաժեշտ է հրատապ իրադարձություն, կարող է չհամաձայնվի, հրաժարվի, տանի, մի քանի օր պտտվի կամ նորից ինչ-որ գա արդեն ավելի բարդացած ծանր վիճակում։ Ինքը դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում։ Պատասխանատվություն չեն կրում նաև Եհովայի վկա այն ծնողները, որոնց կրոնական համոզմունքների պատճառով երեխաներն են տուժում։ Նիկոլայ Դալաքյանը պատմում է, որ շատ է հանդիպել նման ծնողների, որոնք համաձայն են եղել երեխան մահանա, միայն թե նրան արյուն չներարկվի։ Հիմա մանկական հիվանդանոցի տնօրենի խոսքով այսպիսի դեպքերը բարեբախտաբար նվազել են։ Իսկ այս դեպքը մի քանի տարի առաջ է եղել, երբ ծանր սեպսիսով հիվանդ երեխային փրկելու համար արյան փոխ ներարկման կարիք է եղել, սակայն Եհովայի վկա մայրը կտրուկ մերժել է։ Բարեբախտաբար այդ երեխային հաջողվեց ինտենսիվ բուժման այլ մնացած բաներով, այսինքն այդ վիճակից ծանր հանել։ Պոստֆակտում այսօր կարելի է ասել, որ բախտը բերեց, առանց դրա մնացած բաները աշխատեցին, երեխան փրկվեց, բուժվեց։ Բժշկական հաստատությունը պետք է դիմի դատարան եւ այդ ծնողի հրաժարումը ճանաչի ոչ իրավաչափ։ Եվ երեխայի իրանքի օրենքը, կոնվենցիան կա, դες տարբեր օրենքներ կան, որ հրաժարությամբ իրանք ակտիվորեն տալիս են հետևյալը, որ այն ինչ որ կապված անչափացի հետ պետությունը պետք է ինքը որոշի։ Աստծո համար աշխարհում տիեզերքում ամենակարևոր բանը մարդն է, եւ եթե հնարավոր է մարդու կյանքը փրկել, միանշանակ պետք է ամեն ինչ անել։ Ալմաստ Մուրադյանը նշում է, որ Եհովայի վկաները ինչ-ինչ շահերից ելնելով հաճախ հրաժարվել են սկզբունքներից, մասնավորապես պատվաստումների, օրգանների փոխպատվաստման, անգամ արյան փոխ ներարկման դեպքերում։ Օրինակ, տարիներ առաջ Բուլղարիայում Եհովայի վկաները հրաժարվել են արյան փոխ ներարկումից, ու քանի որ կառավարության ճնշմամբ վերագրանցման անհրաժեշտություն է եղել, տեղի են տվել։ Այդ կազմակերպությունը երբեք պատասխանատվություն չի կրում իր անդամների կյանքի համար։ Ոչ մեկ պատասխանատվություն չկրեց այն մանուկների համար, որոնք չպատվաստվելու հետևանքով
լուրջ հիվանդությունների տեր դարձան եւ մահացան։ Մեր հարցին, թե ինչ է սպառնում այն վկաներին, որոնք կյանք փրկելու համար այնուամենայնիվ համաձայնում են արյան փոխ ներարկմանը, Եհովայի վկաներ կազմակերպությունից պատասխանեցին։ Եհովայի վկաները չեն վերահսկում ուրիշների կյանքը, նրանց կայացրած որոշումները, առավել ևս, եթե այդ որոշումները առնչվում են անհատի առողջությանը եւ կյանքին։ Իրավիճակներն ու հանգամանքները շատ տարբեր են, ուստի դժվար է այս հարցին միանշանակ պատասխան տալ։ Իրենք եւ կոնսուլտանտներ ունեն, համապատասխան իրավաբաններ, ամեն ինչ, եւ նրանք երբ որ հիվանդանոց էին ընկնում, որպես կանոն գալիս էին իրենց համապատասխան մասնագետի, որը ուղղություն էր ցուցաբերում։ Հենց որ Եհովայի վկան հայտնում է հիվանդանոցում, անմիջապես իրեն գնում են այցելության այլ Եհովայի վկաներ, որոնք աչալուրջ հետևում են, որպեսզի այդ անդամը կարողանա կատարել բոլոր պահանջները։ Եթե հանգարցակի Եհովայի վկան պարզվի, որ ինքը թույլ է տվել, ուրեմն կա մի այսպիսի ևս հաղորդագրություն, որ իրանք կհեռացվեն ժողովներից։ Հավատացյալի համար դա ամեն ինչ է։ Միանշանակ ստերում այն հանգամանքը, որ այն ինչ որ պարտադրանքը մտածա, որ արունը չպետք է փոխներարկվի, դա իրանց մոտ դրած է իդեա ֆիքսով։ Աշխարհի զարգացած երկրներում վաղուց գործում է անարյուն բժշկության մեթոդը, երբ բարդ վիրահատություններն իրականացվում են առանց դոնորական արյան։ Բացի այդ, տարբեր երկրներում արյան փոխ ներարկման համար օգտագործվում են նաև նման սարքեր, որոնք պացիենտին են ներարկում իր իսկ արյունը։ Հուսանք, որ մի օր Հայաստանում էլ տարածում կգտնի անարյուն բժշկությունը, նվազեցնելով մահվան այն դեպքերը, որոնց պատճառը միայն դոնորական արյուն չներարկելն է։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրիկանյան, Սուրանկյուն։ Բազմանդամ ընտանիք, անչափահաս 5 երեխա, մութ, կիսավեր, անհրապույր տուն, որտեղ ապրում են ու մեծից փոքր անվերջ հիվանդանում խոնավության պատճառով։ Երեխաները վաղվա մեր դատավորներն են, մեր հայացքների, արարքների քննադատը։ Ինչպես անենք, որ նման ընտանիքների զավակները ծնողներին, ինչու՞ չէ նաև մեզ շրջապատը քննադատելու առիթ չունենան։ Երեխաներն ընդհանրապես պետք է ապրեն գեղեցկության, խաղերի, հեքիաթների, երաժշտության, գեղանկարների երևակայության աշխարհում։ Մինչդեռ ջրվեժում բնակվող դումանյան ամուսինների, զավակների երևակայության սահմանը սկսվում եւ ավարտվում է հաց երազելով։ Քաղցրավենիքը նրանց համար շքեղությունը, քաղցր թեյը կռվախնձոր։ Ու չնայած սովին, զրկանքներին, տխուր մանկությանը, երեխաները մեծանում են սիրով, փոխադարձ հոգատարության մթնոլորտում։ Այժմ Հերմինե Բաղդասարյանի տկար մարմնով, ուժեղ հոգով տեսանյութը։ Ջրվեժ, Աթաղամաս, 20 փողոց, 17 տուն։ Եթե սա իհարկե տուն կարելի անվանել։ Այս կիսավեր, խոնավ ու գորշ պատերի ներսում գոյատևող 5 անչափահասները օրը սկսում են մի կտոր հաց երազելով։ Այնինչ կարող էր այս պահին փոքրիկների քաղցը քիչ թե շատ հագեցնել քաղցր թեյն էր։ Ամենադաժանը գիշերն է, երբ սովը տապալում է նրանց ու զրկում քնից։ Ինքը նոր արտահել է քնից, փոքր տղաս է լավ, ասես մամա սոված եմ, ասի բալ չայ սարքեմ, չայ կխում ես, հետո տենանք ընթացքում ինչ կլինի։ Մենակ չայ եմ տվել։ Փոքրերին էլ երեք մի քիչ ճաշուն էի սարքած վերնշելով սուպ, որովհետև առած բան չկա, խանութն էլ այնքան շատ ենք պարկ, որ էլ չի տալիս։ Ոչ մի մանկապարտեզ չի ընդունում, որովհետև գումար չկա, պետք է ես ամսական գումար ուծեմ, բայց չկա։ Բազմազավակ մայրը, Աստղիկը, հազիվ էր խոսում, գլուխը կախում էր ու ամոթով նայում էր շուրջը, հետո անկեղծացավ։ Բժիշկն արգելել է փոքրիկ մանեին կրծքով կերակրել, իսկ 2 ամսվա ընթացքում ընդամենը 1 անգամ է կարողացել մանկական կեր գնել։ Կանչել էին, որ սրսկում ուներ, պատվաստում ուներ, որ պետք է արվեր, երեխեն քաշը շատ թեթև է, չեմ կարողանում տանեմ, որ սրսկեն, պատվաստում անեն։ Դե որ չայ ամենակ խմում, քաշը չի ավելացնում ընդհանրապես։ Չնայած 9 հոգանոց ընտանիքն ապրում է սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում, բայց դա չէ այսօր նրանց մտահոգում, այլ ընտանիքի անդամների վիճակը։ Երեխաների հայրը վատառողջ է, 8 անգամ թոքաբորբ է տարել, ու չնայած դրան ամեն օր վաղ առավոտյան տնից դուրս է գալիս ցանկացած աշխատանքով հացի փող հայթայթելու համար։ Ընտրում եմ Աստծուց մենակ մի բան, որ երեխեքս լինեն առողջ, ամուսինս լինի առողջ, որ կարողանա բերի գոնե մի քիչ կարողանանք մենք բարերարել։ Ես եմ այսօր առողջ կարողանում եմ ուրիշի այգիներում աշխատեմ, մի բան անեմ,
Հավաղը միսորը որ ինչ կլինի իրանց վիճակը, ես չգիտեմ։ Կռիսները լիքն են տան մեջ։ Երեխեքին չեմ կարողանում գիշերը նորմալ անընդհատ վեր եմ կենում, տենամ հո կռիսները երեխեքի վրա չեն հելել, հո չեն կծել, դեպք ա եղել, որ ամբողջ գիշեր չքնեցինք, կիսուրս եկավ, այնտեղ սենյակում պարկա ձերենա ուզում էր քնել, կռիսը մատը կծել էր։ Ու իր աղժոցից ես վախեցա վեր թռա տեսնեմ իրանա կծել։ Այս մութ ու ծմակ պատերի ներսում ծննդյան օրեր երբեք չեն նշել։ Աստղիկը հուզմունքով է պատմում, որ փոքրիկները երազում են տարեդարձը նշել մանկական սրճարանում, մոմերով տորթով։ Իսկ Արենն ու Կարենը քաղցրի պակասը լրացնում են բակի ծառի թութը վայելելով։ Իրենց ծանր վիճակից չչարացած տղաների մեջ սեր ու ջերմություն կար։ Նույնիսկ մեզ էին թութ հյուրասիրում։ Երեխեքի պաշտպանության օրը առավոտը մեծ տղաս արթնացավ, ասեց մամա, ինչ կլինի, գոնե այսօր մեզ կտանես քաղաք, ասեցի չէ, տղաս չեմ կարա, որովհետև գումար չունեմ ձեռքս, որ քեզ կարողանամ այնտեղ կարուսել նստացնել ու այնտեղ մարոժնիկու համար առնել, չկարողացա այդ օրը ես ամբողջ օրը երեխեքին աչքերի մեջ նայել, սիրտս տանջում էր, ճմուրվում էր, բայց ես ձեռքս ճար չկար, ոչ մի բան չէի կարող անել։ Ուզում է իմանալ, թե ինչ են երազում, ու 3-ամյա Արենի պատասխանից ցավ ապրեցի։ Ոյ, շատ վաղուց եմ եփել, շատ վաղուց եմ եփել, մսով ճաշ չեն կերել։ Ամեն բան կյանքում սահման ունի, տառապանքը ևս, բայց փոքրիկների տատի Տիկին Մարուսյայի հոգում այն անսահման է։ Ճակատագրի հարվածները ցավոտ են։ Ֆիզիկական ծանր աշխատանքից 46-ամյա կնոջ ձեռքերին կոշտուկներ են առաջացել, բայց դրանք ոչինչ են սրտի վերքերի դիմաց։ Կրտսեր որդին սրտի խնդիր ունի։ Տղայի փրկության միակ հույսը վիրահատությունն է։ Տուն կոչվածն էլ իրենցը չէ, որ գոնե վաճառեն։ Կամիսի ժամանակ, որ պետք է արդեն գնար ծառայության, հայտնաբերեցին, որ իր սիրտը ծրական։ Ես չեմ հասկանում ինքը այտենց ոնց է միջև հիմա այդպես դիմացել։ Բժիշկը որ ասեց, ես մտա շոկի մեջ էի, ուղղակի չէի ծնողը ինչ կլինի, որ ասենք որ երեխայի սիրտը ծրական ինքը չի կարող։ Երեխաս ուզում եմ, ես ուզում եմ այդամ ծառայելու, արի գնանք նամակ գրի, ես լուրջ եմ ասում, ճիշտ եմ ասում։ Եթե ասում սարք պետք է տեղադրենք, սարքը 2 միլիոն է, այն էլ ստեղից չի, ես ուրիշ տեղից է գալիս։ Իսկ եթե կարենք 2 միլիոն, չգիտեմ, ես 2 միլիոն իսկի երազում չեմ տեսել։ Տկար մարմնով, բայց ուժեղ հոգով այս երիտասարդը այնքան բարի է ու մեծահոգի, որ եղբոր երեխաներին օգնելու համար անտեսելով հիվանդությունը անում է անհնարինը։ Այս պահին էլ սրտի տագնապ ուներ, բայց համեստորեն լռում էր։ Իմ այդ սրտի ցավը համատելու չի, որովհետև չեմ դիմանում, որ երեխան ուզում է, ես չեմ կարող անեմ։ Որ գնում եմ աշխատանքի, օր ալնում կարում եմ, օր ալնում չեմ կարող վատ եմ զգում, ասում ես գնում եմ տուն, այդ փողը չեմ են տալի։ Գիշերները ես պահակ եմ աշխատում, օրը 1000 դրամով, այնքա որ տունը հացի փող բերեմ, բայց բժիշկները չեն թողել, որ շատ լարված մնամ, բայց դե ինչ անեմ, պիտի յոլա տանեմ։ Յուրաքանչյուր մարդու հոգում ապրում է լույսը, մանավանդ երբ կողքիդ ունես քեզ նայող երազկոտ ու փայլուն մանկական աչքեր, բայց լույսը մարում է, երբ կորցնում ես վերջին հույսը։ Աստղիկն ամեն օր Մանեի օրորոցի կողքին աղոթում է ու Աստծուց խնդրում բացել փրկության դուռը, որ երեխաները սոված չմնան, իսկ ընտանիքը չկորցնի պայքարելու ուժը։ Հելնե Բաղդասարյան, Էմի Մանուկյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Տաքսիների հայտաբղետ տիրույթը վերջնականապես քաոսի է վերածել։ Ամեն անգամ նոր փորձության են ենթարկվում։ Դե մեր փողերը հետ տոտան։ Որևէ անհավասարություն չեն տեսնում։ Դա մրցակցային դաշտ է։ Իրենք տաքսի չեն, մի համեմատվեք իրենց հետ։ Պետք է դրա համար պետտուրք վճարի, որը չի վճարում։ Տաքսի ծառայությունների ղեկավարներին վերջնականապես հուսահատեցրել է։ Մեր նման 100 դրամով աշխատեն։ Ընկերության դիմաց առաջարկել $4 միլիոն, բայց մերժում են ստացել։ Ոչ մեկի պետք չի սա կանոնակարգել։ Վալա,
նոր արագաչափ Երևանի փողոցում։ Կա մի հնարք, որը բացահայտելը շատ բարդ է։ Բացի սեփականատերից վարում են եւս 2 անձ։ Փորձել են գտնել նաև գրանցված երկրորդ վարորդին։ Այդտեղ ապրեն ողջամտորեն կասկած առաջացել։ Պատահական դուրս են եկել ինչ-որ խաբեբաների հետքի։ Որոշել են դիմել հակաիրավական արարքների։ Գտել են անվճարունակ մարդկանց։ Չունեն մշտական բնակության վայր։ Մեկ անվճարունակը համագործակցել է մի քանի մեքենատիրոջ հետ։ Տեսնում է ոչ թե իրական սեփականատիրոջը։ Քրեական օրինախախտում չի համարվում։ Գնացել է շատ սահմանանցել է, ոչ մի խնդիր չի ունեցել։ Հուլիսի 1-ից հայաստանյան շուկա է մտել Yandex տաքսի ծառայությունը։ Ինչպիսի դարակազմիկ իրադարձություն, կմտածեք դուք։ Սակայն երբ ծանոթանաք նախապատմությանը, ինչպես նաև դրա շուրջ աղմուկին, անմիջապես կփոխեք ձեր տեսակետը։ Բանն այն է, որ նշված ընկերությունը շուկա դեռ չմտած այնպիսի իրարանցում է առաջացրել, որ գրեթե բոլոր տաքսի ծառայությունների տերերն ու աշխատակիցները պատրաստ են դիմել տարբեր միջոցների կանխելու Yandex-ի մուտքը։ Սկսենք նրանից, որ այս ծառայությունը փոխադրող ընկերություն չէ եւ չունի իր սեփական մեքենաները։ Նրա աշխատանքի ձևաչափը ենթադրում է գործընկերություն տեղական ընկերությունների հետ հաճախորդին առավել մոտ գտնվող վարորդների միջև պատվերների բաշխմամբ։ Այսինքն նվազագույնի են հասցնում հաճախորդի մոտենալու ժամանակահատվածը, ինչպես նաև առանց ուղևորի վազքը եւ վառելիքի ծախսը։ Հասկացաք, չէ՞, փորձում են հաճախորդին զերծ պահել ավելորդ ժամանակ ու նյարդ վատնելուց։ Հենց սա էլ հաշվարկն է, ու հանուն դրա պատրաստ են անգամ սկզբնական ժամանակահատվածում իրենց հետ գործակցող վարորդներից միջնորդավաճառ չգանձել։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանում գործում է օնլայն տաքսի ծառայություն մատուցող մի քանի ընկերություն։ Պարզվում է, նրանցից ամենախոշորին Gigi տաքսին Yandex-ն առաջարկել է $4 միլիոն այն գնելու համար։ Ինչու եմ հատկապես շեշտում այս փաստը, քանի որ դրանով պարզ են դառնում Yandex-ի նկրտումները, նաև հասկանալու, որ իրականում տաքսի ծառայությունների շուկան Հայաստանում կարող է լրջորեն ձևափոխվել, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ նորաթուխ ընկերությունը նախատեսում է մատչելի սակագներ, մասնավորապես առաջին 2 կիլոմետրը 100, երրորդից սկսած դարձյալ 100 դրամ։ Ներկայացվող տեսանյութում կանդրադառնանք նաև մի խնդրի, որն իսկական կռվախնձոր է դարձել տաքսի ծառայությունների միջև։ Խոսքը լիցենզավորման կարգի մասին է։ Այժմ Նելի Հարությունյանի երիտասարդ հավ երկաթե ձու հետաքննությունը։ Մեր օրերում տաքսի կարելի է պատվիրել տարբեր եղանակներով՝ հեռախոսազանգով, ավանդական տարբերակով եւ մոբայլ հավելվածից։ Բայց սա առանց այն էլ տաքսիների հայտաբղետ տիրույթը վերջնականապես քաոսի է վերածել։ Եվ չի բացառում, որ առաջիկայում այն կանոնակարգելու համար ընտրվի ամենափորձված եւ հայտնի տարբերակը՝ մենաշնորհը։ Տաքսի ծառայությունների տնօրենները 5 շաբթի կառավարության շենքի առաջ բողոքում էին այս դաշտում տիրող մրցակցային անհավասար պայմաններից, որը մասնավորապես սրվել է հեռախոսային հավելվածի միջոցով համանման ծառայություն իրականացնող ընկերությունների հայտնվելուց հետո։ Ինչ ուզեց մեզնից պետությունը, որ լիցենզավորվեք, մեքենաները լինի 10 տարուց ոչ հին եւ կատարեք ուղևորա փոխադրում, որ լինի 4 դուռ մեքենա եւ ձախ ղեկով։ Մենք այդ բոլոր մեջը պետքա բեյջ լինի, հաշվիչ լինի։ Հա, այդ բոլորը պահանջները կա։ Բոլորը ծախսա։ Մեքենան եւ 20 մետր տարածք։ Գնում ենք ռացիայի համար տարեկան 200,000 դրամ վճարում ենք կապը օգտագործելու համար։ Ապան 3 անգամ թանկ։ Տեխաս մոտորը տարին 2 անգամ։ Ամեն ձևի մցրել են մեզ ծողակի մեջ։ Ինչ ասում Gigi տաքսին, Gigi տաքսին ասված նակը հանեք, ռեկլամները հանեք, անհատ քշեք, բայց նա կատարում է ուղևորա փոխադրում։ Նույնը ինչ որ կատարում ենք մենք։ Gigi-ն ունի 500 մեքենա։ 500 մեքենայից պետական բյուջե։ Տարեկան ամսական ամենակիչը 12-ից 15 միլիոն դրամ փող պետք է գուցի։ Մուծումը արդյոք թե չէ։ Տաքսի ծառայությունների ղեկավարները դժգոհում են, որ ամեն անգամ նոր փորձության են ենթարկվում։ Եվս մի նոր պահանջի ու չափանիշի համապատասխանեցում ծառայությունը ու նորանոր պարտքեր կուտակում։ Արեցինք դեղին համարները, անցավ 4-5 տարի, պետությունը գտա, որ դեղին համարները սխալ է, վճար ենք կատարել։ Եվ դուրս է գալի, որ մենք ճիշտ չենք կատարել այդ վճարը։ Պետք չի եղել, որ մենք կատարել ենք։ Դե մեր փողերը հետո տան։ Մեր առած ծախսերի տակից մենք չենք կարողանում դուրս գալ։ Մեզ ստիպեցին, որ 10 տարուց հին մեքենա չլինի։ Մենք գնացինք մեր տներով, բաներով, ինչ ունեինք, գրավ դրեցինք, առանք նոր մեքենաներ, հարկեր, տուրքեր մուծեցինք։ Տաքսի ծառայությունը նույն գործունեությունը կատարելու համար, նույն դաշտում, նույն միջոցներով, նույն պահանջներով վճարում է 27-ից 30,000 դրամ, իսկ անա տաքսի ծառայություն կատարողը մեկը վճարում է 4,000, մեկը 8,000, մեկը 12։ Ասենք Թայրովի բնակիչը վճարում է 8,000 դրամ։ Գալիս է Երևանում գործող տաքսի լիցենզիա ունեցող անհատ վարորդի կողքին 12,000 վճարողի կողքին աշխատում է։ Ու ոչ մեկ չի ասում, թե ընկեր ջան, դու ստեղ չպետք է վարես, պետք է վարես Թայրովում։ Կապի եւ տրանսպորտի նախարարությունում նոր տեսակի ծառայություն եւ սովորական տաքսի ծառայություն մատուցողների միջև օրենսդրական ու մրցակցային որևէ անհավասարություն չեն տեսնում։ Ոչ թե անհավասար դաշտ է, այլ դա
մրցակցային դաշտ է։ Ազատ շուկա է։ Նման միտք չունենք, որ անհավասար պայմաններ ունենք, քանի որ մեր գործունեությունը ուրիշ տեսակ է։ Մեր մատուցած ծառայությունը ինքը ծրագիր է։ Ճիշտ է։ Ինքը տաքսի ծառայություն չի մատուցում։ Ջիջին դա կապ է ապահովում ուղևորի եւ փոխադրողի միջև։ Ջիջիում պարզաբանում են, որ իրենք տաքսի չեն, մի համեմատվեք իրենց հետ։ Մեր ընկերության անունը Ջիջի է, ասենք Ջիջի տաքսի ՓԲ է, բայց հիմա մենք ընդհանրապես տաքսի բառը չենք օգտագործում։ Էության մեջ շատ նման բան է, այսինքն կարելի ասել նույն բանն է, բայց ինչի հետ նույն բանը։ Եթե տաքսի հետ համեմատեք, հա, բայց ասենք բանն այն է, որ շատ բաներ կլասիկ ծառայությունից ուրիշ ձև են տեղ ունենում։ Դա բացարձակ տաքսի ծառայության գործունեություն է։ Դա դիսպեչերական գործունեություն է։ Ստանալ պատվեր, փոխանցել մեկին։ Նա պետք է դրա համար պետտուրք վճարի, որը չի վճարում։ Ինչ վերաբերում է վարորդին, որին նա փոխանցում է, նա եկամուտ է ստանում։ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն եկամուտ ստացողը պետք է պետությանը հարկ տա։ Մենք ունենք 15 ծրագրավորող օրինակ, որոնք բավականին բարձր աշխատավարձ են ստանում ու ամեն մեկի հարկ կա։ Մենք ունենք շահույթ, որ հարկում է։ Որ պետական կառույցն է կանոնակարգում եւ վերահսկում Ջիջին եւ այսօրինակ գործունեություն իրականացնողներին հայտնի չէ նույնիսկ ընկերություններին։ Այդ օրենսդրությունը նոր պետք է մշակվի։ Պարզի թե վերջում ինչ կստացվի։ Պետական գրանցվածը չես կազմակերպել։ Իհարկե։ Որպես ինչ գործունեություն մատուցող։ Ծրագրային ապահովում է մատուցում։ Okay, ո՞ր նախարարության, ո՞ր գերատեսչության հետ է շփումը։ Չգիտենք մենք այդ ասած ով է կարգավոր։ Իրենց գործունեություն տրանսպորտի եւ կապի նախարարության իրավասությունների շրջանակներում կարգավորվող գործունեություն չի։ Նրանք փաստացի տրանսպորտային գործունեություն չեն իրականացնում։ Կապի եւ տրանսպորտի նախարարությունը մտահոգում է առաջներդ միայն մի հանգամանք։ Ինչ եղանակով եւ ինչ բնույթի է լինի ծառայությունը, այն պետք է մատուցվի լիցենզավորված վարորդների միջոցով։ Ներգրավեն այնպիսի տրանսպորտային միջոցներ կամ այնպիսի ընկերություններ, կազմակերպություններ, որոնք որ լիցենզիայի պայմաններին, պահանջներին համապատասխանում են։ Կանգնենք 10 մեքենայից 3-ը լիցենզավորված են, 7-ը առանց լիցենզիայի։ Որովհետև այդ 7-ն էլ կամ հետևը Ջիջի է կպցրած կամ ընդհանրապես ոչ մի բան չկա կպցրած։ Կա մի դաշտ, որտեղ նա կարող աշխատի, եկամուտ ունենա, բայց դուրս չտա։ Անցյալ տարի այդ ժամանակ 17 մեքենա էր գործում, պետությանը 17 մեքենայի հարկ էի տալիս, 21 վարորդի եկամտային հարկ, այս տարի 6 մեքենա։ Տաքսի ծառայությունների դարդերը քիչ էին, տեղեկություններ սկսեցին տարածվել, որ մեր շուկան հայտնվել է ռուսական հայտնի Yandex Taxi-ի ուշադրության կենտրոնում։ Ընկերության մասին Վիկիպեդիայում տեղադրված տեղեկատվության մեջ վաղուց նշված է, որ հուլիսի 1-ից ընկերության գործունեության աշխարհագրությունը կընդլայնվի մինչև Երևան։ Հենց հուլիսի 1-ին կապի եւ տրանսպորտի նախարարությունում հարցազրույցի ընթացքում պարզեցինք, որ գերատեսչությունը որևէ առնչություն Yandex Taxi-ի հետ չի ունեցել եւ նրա գործունեության նրբություններին անտեղյակ է։ Նման բաներ չկա, պետությունը իդեմս տրանսպորտի կապի նախարարության ոչ դաշտում տեսնում է նման ընկերություն, ոչ էլ որից է պայմանագրային կապ ունի այդ տվյալ ընկերության հետ։ Ամսի 1-ին մայրաքաղաքում Yandex Taxi հանդիպել մեզ չհաջողվեց, բայց ընկերությունից հստակ հայտնել էին, որ այդ օրվանից ծառայությունը գործում է։ Նրան է միացվել ավելի քան 250 մեքենա Երևանի 11 տաքսի ծառայություններից։ Ամենաուշագրավը Yandex Taxi-ի գնային քաղաքականությունն է, որը տեղական տաքսի ծառայությունների ղեկավարներին վերջնականապես հուսահատեցրել է ու մղել որոշակի եզրահանգումների։ Թող Նյու Յորքի տաքսին էլ կա, Լոնդոնի տաքսին, բոլորը կարան գան, ազատ երկիր է մեր երկիրը։ Թող գան տաքսի ծառայություն բացեն, մեր նման 100 դրամով աշխատեն։ Խեղդում են, բա ոնց ես չեմ կարող 200 դրամով աշխատեմ։ Ունենք պետական կամ պատասխան մարմին, որը որ կուսումնասիրի իրավասությունների շրջանակներում։ Եթե տաքսի ծառայությունները հույս չունեն դիմակայել Yandex Taxi-ի հետ մրցակցությանը, ապա բջջային հավելվածով աշխատողները պատրաստվում են կատաղի պայքարի։ Մոտ 2 ամիս առաջ Yandex Taxi-ի ներկայացուցիչներն այցելել են Ջիջի եւ ընկերության դիմաց առաջարկել $4 միլիոն, բայց մերժում են ստացել։ Մենք չենք պլանավորում վաճառել մեր ընկերությունը, քանի որ հեռու գնացող նպատակներ ունենք։ Եթե նույնիսկ էլի առաջարկներ լինեն նմանատիպ, մենք դրանք մերժելու ենք։ Իդեպ ռուսաստանցի հյուրերի այցն է նպաստել թե ոչ, բայց Ջիջիում 2-3 ամիս առաջ վերանայել են նվազագույն տարածության արժեքը 600 դրամից իջեցնելով 500-ի։ Մենք նորից վերանայել գները այս պայն դեռ չենք պլանավորում։ Yandex Taxi-ի հայտնվելը մեր շուկայում թեև խրտնեցրել է Ջիջիի ներդրողներին, բայց նրանք չեն ընկճվում։ Մտադիր են գտնել նորերին։ Թեժացող մրցակցությունը նրանց ավելի է ոգեշնչել։ Իսկ տաքսի ծառայությունները գործունեությունը վերջնական չձախողելու
համար ապավինում են կառավարության աջակցությանը։ Բոլոր տաքսի ծառայությունները կմիավորվեն, կստեղծեն մի հատ մեծ բանակ, հետո կտեսնենք իրանք ինչպիսի գործողություններ կան։ Հինգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքված տաքսի ծառայությունների տնօրեններին հաջողվել է հանդիպել կապի եւ տրանսպորտի նախարարին։ Գագիկ Բեգլարյանը վստահեցրել է, որ օրենսդրորեն հավասար պայմաններ կստեղծվեն բոլոր տաքսի ծառայություններ մատուցողների համար։ Նոր օրենքը կվերաբերվի նաեւ Ջիջի ընկերությանը եւ ինտերնետով աշխատող մյուս տաքսիներին։ Իսկ Yandex տաքսիի սեփականատերերին նախարարը խորհուրդ է տվել պայմանագրեր կնքել լիցենզավորված վարորդների հետ։ Հակառակ դեպքում ընկերությունը կտուգանվի։ Ոչ մեկի պետք չի սա կանոնակարգել։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Նախորդ թողարկման անդրադարձել ենք վարորդների ահազանգերին, թե մայրաքաղաքում կարմիր գծանշումներով հաճախ են խախտվում երթևեկի կանոնները, համաձայնեցված ծուղակներ ստեղծելով հենց իրենց համար։ Եվ Երևանի քաղաքապետը այդ անօրինականության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումով հանձնարարել է արձանագրված դեպքերի մասին տեղեկատվությունը տրամադրել Երևանի ոստիկանությանն ու դատախազությանը համապատասխան ընթացք տալու համար։ Նաև հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր փողոցներում ավտոկայանման համար նախատեսված հատվածներում տարատեսակ իրերով խոչընդոտում են մեքենաների ազատ կայանումը։ Ամենուր է կարմիր գծեր են անվճար տեղեշ ճարի, դե արի ու վճարի Երևանից մեկա լավ կաղաք շկա, շնայած գրպանում ասարտեն էլ փող չկա Երբ տեղեկություն էինք հավաքում արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած խախտումների ձևի ու բովանդակության մասին, չէինք պատկերացնում, թե սենսացիոն ինչ տեղեկատվություն ձեռք կբերենք, այն էլ հատուկ քննչական ծառայությունից։ Ներկայացվող տեսանյութն առնչվում է մի գործի, որն ինչպես ասում են, շատ խմոր ու ջուր կվերցնի։ Եվ ուրեմն, հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործն առնչվում է երթևեկության կանոնների խախտումների հետևանք տուգանքները խաբեությամբ իջիկ դարձնելուն։ Մեղադրյալի կարգավիճակում է 12 անձ, 4-ը հատուկ ծառայություն իրականացնող բարձրաստիճան պաշտոնյա։ Ըստ այդմ, թանկարժեք մեքենա ունեցող պաշտոնյաները եւ մեծահարուստները, իբրև այդ մեքենաների վարող միտումնավոր գրանցել են անապահով քաղաքացիների եւ առանց արգելքների ու ավելորդ գլխացավանքի հազարավոր խախտումներ կատարել, չկրելով ոչ մի դրամի վնաս։ Այսինքն, տուգանքների պատասխանատուն համարել են անապահովին, որից դատական ակտերի հարկադիր կատարողները չեն կարողացել գումար բռնագանձել։ Հատուկ քննչականում չեն բացառում, որ այս մեքենայություններում ներգրաված լինեն այլ անձինք, այդ թվում պաշտոնյաներ։ Վերջին ժամանակահատվածում հատկապես մեծահարուստների կողմից տուգանքների վճարումից խուսափելու միտում ենք նկատում։ Վկայությունը ռուսաստանյան համարանիշով մեքենաների անպատիժ տեղաշարժն է։ Եթե նկատել եք, դրանցով հիմնականում երթևեկում են թանկարժեք մեքենաները, որոնց տերերը իրենց կարգավիճակը առավել ընդգծելու համար երբեմն միտումնավոր խախտումներ են կատարում, վստահ որ տուգանք չեն վճարելու։ Մենք անդրադարձել ենք այս խնդրին, ակնկալելով, որ ի վերջո կլուծվի ու նմանները երկրից դուրս գալուց սահմանին ստիպված կլինեն վճարել իրենց արածի համար։ Ավաղ ոչ, համակարգը դեռևս չի գործում։ Այս ամենը զայրացնում է շարքային վարորդներին, որոնք նշում են, թե այդ կերպ հաստատվում է երկակի չափանիշի արատավոր պրակտիկան։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի արտոնյալ եւ գծուծ հետաքննությունը։ 1, 2, 3, վալա, նոր արագաչափ Երևանի փողոցում։ Հիմա վարորդներն այստեղ կփորձեն սահմանափակել իրենց արագությունը տուգանքներից հեռու։ Սակայն կլինեն որոշները, ովքեր կանտեսեն արագության սահմանափակումը եւ արագաչափը, քանի որ մտածում են, որ միևնույն է չեն վճարել տուգանքներ։ Իսկ ինչպես կարելի է խուսափել տեխնիկայի ամենասուր աչքից եւ չվճարել տուգանքները։ Տարբերակները մի քանիսն են, բայց բոլորն էլ ունեն թերություն, արագ են հայտնաբերվում։ Սակայն պարզվում է կա մի հնարք, որը բացահայտելը շատ բարդ է։ Դրա մասին մենք հնարավոր է ոչինչ էլ չիմանայինք, եթե նախորդ տարի տեղի չունենար մի պատահար։ 2015-ի փետրվարին մահվան ելքով ավտովթար է եղել։ Մեղավորը դիմել է փախուստի։ Իրավապահները փորձել են նրան գտնել մեքենայի տվյալներով։ Հարցում են կարա ճանապարհային ոստիկանություն, թե ավտոմեքենա ով է վարում։ Գտվել են, որ բացի սեփականատերից վարում են եւս 2 անձ։ Դե անձանց տվյալները պարզել ենք, գնացել ենք, փորձել ենք հայտնաբերենք, պարզել ենք այդ անձինք իրականում որ հաշվառված են այդ հասցեները, դա չեն ապրում։ Մեքենայի սեփականատիրոջից բացի տվյալների բազայով փորձել են գտնել նաև գրանցված երկրորդ վարորդին։ Հարցում են կարա ճանապարհային ոստիկանություն, պարզել ենք որ այդ անձինք բացի այդ ավտոմեքենայից եւս 8-ից 10 ավտոմեքենաներ են վարում։
Այդ է ատն ողջամտորեն կասկած առաջացել։ Մի խոսքով, մահվան ելքով ավտովթարի քննության ընթացքում իրավապահները պատահական դուրս են եկել ինչ-որ խաբեբաների հետքի։ Հաշվի առնելով բարդությունը եւ հասարակական հնարավոր հնչեղությունը, քրեական գործը փոխանցվել է հատուկ քննչական ծառայություն։ Սմբատ Մինասյանը ներկայացնում է մանրամասները։ Մի քանի քաղաքացիներ, որոնք վարում են թանկարժեք ավտոմեքենաներ, ճանապարհային երթևեկության կանոնների համար նախատեսված վարչական տուգանքները չվճարելու կամ վճարումից խուսափելու նպատակով որոշել են դիմել հակաիրավական արարքների։ Թանկարժեք մեքենաների սեփականատերերն այդ խնդիրը լուծելու համար առաջին հերթին գտել են անվճարունակ մարդկանց։ Կան քաղաքացիներ, որոնք չունեն բացարձակ գույքային եկամուտներ, չունեն գույք, չունեն մշտական բնակության վայր, չունեն մշտական եկամուտ, եւ նրանցից պետությունը այդ նեւ հարկադրական միջոցներով չի կարող բռնագանձել որևէ գումար։ Անապահով այս մարդկանց նշված խաբեբաները համոզել են գնալ ճանապարհային ոստիկանություն եւ փոփոխություններ կատարել իրենց մեքենաների թղթաբանության մեջ։ Սեփականատերը եւ անվճարունակ անձը ընդհանրապես ներկայացել են ճանապարհային ոստիկանություն, դիմում համատեղ ներկայացրել են դիմում, սեփականատերը հայտնել է թե իբր իր թանկարժեք ավտոմեքենան վարում է անվճարունակը։ Մի խոսքով, մեծահարուստներն ու անվճարունակները պարբերաբար միասին ներկայացել են ճանապարհային ոստիկանություն եւ նշված մեխանիզմով այս կամ այն թանկարժեք մեքենան գրանցել վերջինների անունով։ Պատահել է, որ մեկ անվճարունակը համագործակցել է մի քանի մեքենա տիրոջ հետ եւ ըստ այդմ տվյալների բազայում գրանցվել որպես մի քանի թանկարժեք մեքենա վարող։ Mercedes Mark-ի թանկարժեք մեքենան իբր վարել է Հերվաշեցի Դոմիկում ապրող անվճարունակ վաճիկ, պայմանական վաճիկ եւ այդ ավտոմեքենայով Երևան քաղաքում կամ մարզերում խախտումներ կատարելու արդյունքում առաջանում է վարչական տուժ նշանակելու մասին որոշում եւ այդ տեսուչ երբ որ տվյալների պահոցում նայում է թե ավտոմեքենան իրականում ով է վարում, տեսնում է ոչ թե իրական սեփականատիրոջը կամ իրական վարորդին, այլ արդեն իսկ գրանցված անվճարունակ անձին։ Վերջում գումարի բռնագանձման ակտը փոխանցվում է դահակածառայություն, որի աշխատակիցները մեքենայի կեղծ վարորդից չկարողանալով ստանալ ոչ մի լումա փակում են գործը։ Եվ այսպես ամեն անգամ։ Գործի քննության շրջանակում հատուկ քննչական ծառայությունը տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ այդ մարդկանց մեղքը հաստատող շատ ապացույցներ է հայտնաբերել։ Այս պահին մեղադրանք առաջացվել ընդհանուր առմամբ 12 անձանց, այդ թվում 4 վարորդներ եւ 5 սեփականատերեր, դրանց մեջ նաև կան պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի։ Քանի որ նախաքննությունը շարունակվում է, քննչական մարմինը մեղադրվող պաշտոնյաների անուններն առայժմ չի կարող հրապարակել։ Մեղադրյալների թիվն էլ հնարավոր է ավելանա։ Ստուգումներ են իրականացնում նաև քրեական գործի շրջանակներում նաև ճանապարհային ոստիկանության հետ, ճանապարհային ոստիկանությունը ուտի պարզենք այն անձանց սպառիչ ցանկը, այդ թվում նաև անվճարունակ անձանց եւ թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերեր, որոնք ինչ որ դերակատարություն կամ առնչություն են ունեցել հիշել հանցագործության կատարմանը։ Իդեպ չի բացառվում, որ քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվի այլ պաշտոնյաների եւս։ Ճանապարհային ոստիկանները չպետք է զարմանան, որ ասենք գալիս է ինչ-որ անձ, որը չունի ոչինչ, հա, կամ տեսքից էլ կամ դեռ երևի նշվում է, չէ՞ ինչ-որ ձև, ինքը վարում, ասենք, չգիտեմ, Bentley իբր։ Ես պահին ենք նաև միջոցներ ծրագրում են ձեր իսկ նշած հանգամանքները հաստատելու, ինչու՞ չէ նաև հերքելու նպատակով։ Քրեական գործը հարուցված է 184-րդ հոդվածով, այն է մի խումբ անձանց կողմից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելը։ Ըստ էության, նման վնաս պատճառվել է ճանապարհային ոստիկանությանը։ Նախաքննության ընթացքում մեղադրյալները փոխհատուցել են վնասի մի մասը, իսկ դա փոքր գումար չէ։ Օրինակ, մեքենատերերից մեկի խախտումների քանակը։ Դեպք ունենք, որ մի քանի ամսվա ընթացքում որքանով հիշում եմ, մոտ 300-ից 400 խախտում է կատարվել։ Գումարների մասը։ Գումարները իրանք առանձնապես խոշոր չափի են, բազմաթիվ ավելի քան 4000 ակտի մասին է խոսքը։ Ինչևէ, տուգանքներից խուսափելու այս սալիկն, ինչպես ասում են, արդեն այրվել է, այնպես որ խորտ չենք տա բռնել ձեր դիմացի շենքի նկուղում գիշերով Անտունի ձեռքը եւ վազել ճանապարհային ոստիկանություն, որպես ձեր մեքենայի վարորդ գրանցելու համար։ Հետևանքը մինչև 5 տարի ազատազրկումն է։ Երթևեկության կանոնները խախտելու հետևանքով առաջացած տուգանքներն, այսպես ասած, ջրելու մյուս տարբերակը քրեական օրինախախտում չի համարվում։ Այն նույնիսկ վարչական պատասխանատվություն չի առաջացնում, քանի որ օրենսդրական բացի հետևանք է։ Պարզապես դրանից կարող են օգտվել սահմանափակ թվով վարորդներ, մասնավորապես նրանք, ովքեր Հայաստան են գալիս արտասահմանյան համարանիշերով մեքենաներով։ Երևանում շատ են ռուսաստանյան համարանիշերով թանկարժեք մեքենաները, որոնց տերերը որևէ պատասխանատվություն չեն կրում տեսախցիկներով ֆիքսված խախտումների համար։ Ամենայն դեպս այդպես են նրանք ասում մասնավոր զրույցներում։ Միակ խնդիրը դա ասենք այն դեպքում կառաջանա, եթե ճանապարհային ոստիկանը ֆիքսի այդ խախտում կանացնի տուգանի։ Իսկ ասենք այդ նույն հարագաչափերը կամ նույն ասենք տեսախցիկները, եթե ֆիքսում են
դա ինչպես պետք է տուգանվի այդ մեքենան։ Ժամանակին կար խոսակցություն, որ ստեղծվելու է բազա, որտեղ մուտքագրվելու են Հայաստանի տարածքում խախտում կատարած մեքենաների տվյալները եւ երկրից դուրս գալիս մաքսակետում վարորդները վճարելու են տուգանքները։ Չնայած մեզ պնդում են, որ բազա ստեղծվի եւ ասում են ստեղծվել է, բայց դե ինչպես է արվում դա, որտեղ ասենք եղել է դեպքի, ասենք մեքենան վարելու ժամանակ մեծ խախտում է արել, գնացել է սահման անցել է, ոչ մի խնդիր չի ունեցել։ Նման բազա եւ համակարգ ստեղծելը լուրջ աշխատանք է պահանջում։ Կարևորը, որ խախտումների տվյալներն արագ փոխանցվեն, ուր որ հարկն է։ Ճանապարհով գնում ենք, խախտեցինք եւ մի 2-3 ժամ հետո դուրս են գալի Հայաստանից, արդեն սահմանը հատում ենք։ Դժվար թե բազան արդեն մաքսային հետ միացած լինի, միանգամից նրանք տուգանեն։ Կարող ասենք 1 ամիս հետո հասնի կամ 15 օր հետո հասնի այդ տվյալները, բայց նույն օրը, նույն մի քանի ժամվա մեջ դա խնդիր է մեզ մոտ։ Ռուսաստանյան համարանիշերով մեքենաների տերերին շատ դեպքերում ուղղակի ձեռնտու է համարանիշերը երկար ժամանակ չփոխելը։ Դրա համար ընդամենը ամսական պետտուրք են վճարում եւ վերջ։ Իհարկե ձեռք կտա, որ այդպես ինչպես ուզի վարի մեքենա եւ ընդամենը 20000 վճարելով ամսական նա Բարձունի հետ ամեն ինչից, իհարկե։ Խնդիրն այստեղ երկակի ստանդարտներն են, որոնք կարծես սահմանված են ներսի եւ դրսից բերված մեքենաների տերերի համար։ Ցածր եկամուտների տեր մեկն իր տեղական համարանիշերով վազ 06-ով խախտում անելու դեպքում պատժվում է օրենքի ամբողջ խստությամբ, իսկ մեծահարուստ մյուսն իր արտասահմանյան համարանիշերով Bentley-ով հանգիստ խուսափում այդ պատժից։ Արդար չէ։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Երբ ասացին, որ պոստերի մոտ հողի մեջ տղերքը եկեղեցի են սարքել, չհավատացի։ Այ ախպեր ջան, կանչելա, որ աշկալուստանք տա։ 19 արդեն երեխա ունես։ Մի տեսեք, թե այստեղ ինչ է կատարվում։ Ասենք մի քիչ էլ մեր գլուխը գովանք էլի։ Մաֆիոս, Սուրանկյունն այ մեզ։ Զոհեր ու անգամ վիրավորներ չի եղել։ Իրոք հրաշք է։ Սա բեկան է։ Հիվանդին դեղ հասցնողները իրենք են ունենում դեղի կարիք։ Բացված բարձիկները հուշում են, որ այնտեղ էլ խաղաղ չի եղել։ Մարդը մոտ 3 տարի մահացած լինի ու բարեկամները նոր գլխի ընկնեն։ Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։ Ով է նրան սպանողը, անակնկալի եկա։ Երբ ճանաչում կա, վրեժ խնդիր է եղել թանակի ավելի քան 10 հարվածներով։ Փոշմանել ես գոնե։ Հունիսի 27-ին Տավուշում տեղի ունեցածը ցնցել էր շատերին, ոչ միայն այն պատճառով, որ 17-ամյա աղջկան սպանել են դանակի ավելի քան 10 հարվածով, այլ որ սպանողին ազերիները ժամանակին խոշտանգել էին։ Ու սա էր թերևս պատճառը, որ որոշ մարդիկ հակված են տեղի ունեցածը համարել երիտասարդի հետ պատահածի հետևանք։ Թերևս հասկացաք, որ խոսքը 25-ամյա Արսեն Խոջոյանի հանցանքի մասին է, որը մեր տեղեկություններով 17-ամյա Աստղիկ Հանիսյանին սպանել է միայն նրա համար, որ մերժել է անպարկեշտ առաջարկը։ Այո, Ադրբեջանում ապրած դժոխքից հետո Խոջոյանը գուցե ունեցել է նաև հոգեբանական խնդիրներ, բայց այդ դեպքում որտեղ են եղել համապատասխան ծառայությունները։ Մենք անգամ արդեն խոսել ենք հոգեպես անհավասարակշիռների նկատմամբ քաղաքականության, ավելի ճիշտ դրա բացակայության մասին, երբ մարդիկ շարունակ ահազանգում էին հարևանի կամ բարեկամի վտանգավոր վարքագծի մասին։ Ու ինչ, տանում են հոգեբուժարան, 2-3 շաբաթ պահում, ինչն ի դեպ նախատեսված է օրենքով, դուրս գալուց հետո էլ դառնում են նման հանցագործությունների եղինակ։ Ասել է, թե Տավուշում տեղի ունեցածում մեղավոր ենք բոլորս։ Երբ հանցանքի վայր է գնում ոստիկանության բարձրաստիճան սպա, այնուհետև քննիչը դիմում է դատարան 16-ամյա անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, պարզ է, հանցանքը հաճախ հանդիպողներից չէ։ 16-ամյա Սերոժա Համբարձումյանը ճաղավանդակներից այն կողմ է հայտնվել սպանության համար։ Հունիսի 27-ին գիշերը ժամը 1-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից զորակը ուղղակած իրավապահները չէին էլ կարող պատկերացնել, որ 49-ամյա Արսեն Պողոսյանին դաժանաբար սպանածը անչափահաս է։ Մանրամասները քիչ անց, մինչ այդ նշան, որ այս հանցագործությունը նախորդից էապես չի տարբերվում, միայն թե այս դեպքում տղայից երես էին թեքել անգամ ծնողները։ Սա է անտարբերության և անուշադրության գինը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ դեպքերն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, երբ մթագնում է գիտակցությունը տեսանյութում։ Ժողովուրդ ջան, իրոք ահավոր օրեր են ու մեծամասամբ ողբերգական ելքով, բայց մինչ դրանց հանգամանալի անդրադարձը կրկին ուղևորվենք Արցախ, առաջնագից, տեսնելու, թե ինչպես են անցնում հեռավոր զորամասերից մեկում ծառայող մեր այրույցների առօրյան։ Հիշում եք, չէ, երբ նախորդ թողարկմանը ներկայացրինք մեկ այլ զորամասի տղերքի ճաշկերույթի արարողությունը, երբ այրույցները աղոթում ու շնորհակալություն էին հայտնում Աստծուց ուտելիքի համար։ Պարզվում է,
Աստծո հետ կապը բոլոր զորամասերում արմատացած, ու դրանում մեծ դեր ունեն բանակում ծառայող մեր հոգևորականները, որոնց ավանդն իրոք անուրանալի է։ Երբ ասացին, որ պոստերի մոտ հողի մեջ տղերքը եկեղեցի են սարքել, չհավատացի, ու երբ սեփական աչքերով տեսա, հուզվեցի։ Սա այն դեպքերից է, երբ խոսքերն ավելորդ են։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Պարզվում է, մի հատ էլ մեծ խաչ են սարքել հենց առաջնագծում, պոստերի մոտ, ու ամեն անգամ դիրքեր գնալուց առաջ տղերքը հավաքվում են դրա շուրջ ու սկսում աղոթել։ Ասում են, թե այդպես ավելի ամուր են, ավելի հաստատակամ ու ապահով։ Դա նաև մեծ ուժ է տալիս ու հաստատում բռնած գործի ճշմարտացիությունը։ Նենց որ ժողովուրդ ջան, առաջնագիծը պահողների հավատը ամուր է, իսկ դա նշանակում է, որ ապրիլյան պատերազմում մինչև վերջին շունչը կռվածները գիտեին, թե ինչի համար են պայքարել ու իրոք գիտակցված մահը անմահություն է։ Եվ մի տանից մեզի փորձություն, այդ պրկյալ մեզի չարե, մի հոյայ արքայությունը և զորությունը և արկա ամեն։ Լավ, հիմա վե հոգևորից անցնենք առօրյա կյանքին, որ ասում ենք հեռավոր զորամաս ի նկատի ունենք ոչ միայն աշխարհագրական կտրվածքը, այլև կապի միջոցները, որոնք շատ դեպքերում այստեղ անհասանելի են։ Ու պատճառը ոչ միայն ասենք բջջային անտենաների բացակայությունն է, այլ թշնամու հետախուզների առատ թեմա չտալու փաստը։ Ու դրա հետևանքով լինում են դեպքեր, որոնք ամբողջ կյանք են հիշվում։ Մասնավորապես, մեր քաջարի տղերքից մեկը երեխա էր ունեցել, սակայն այդ մասին տեղյակ չի եղել։ Ու երբ նրան հրավիրել են հրամանատարի մոտ, մտածել է, թե կարող է չեպե է մարել, վրեզ խաբար չկա, չէ այ ախպեր ջան, լոխ լավա, կանչել է, որ աշկալուստանք տա։ Ձեռի հետ էլ ասի, որ մի քանի օրով գնաս տուն ու ծանոթանաս ժառանգիդ հետ։ Մարտական հերթապահության ժամանակ երեխա ունեցա մայիսի 21-ին։ Քանի տարեկան ես։ 19 եմ լինում։ 19-ում արդեն երեխա ունես։ Աստված պահի, ինչ երեխա է։ Տղա։ Այսինքն ապակա զինվոր։ Ճիշտ է այդպես։ Հետո Ումեն ինձ ուզում էին այդ ժամանակ արձակուրդային, բայց չուզեցի, ասեցի, թող ավելի լավ է մի քիչ հանգստանա այս իրավիճակը նոր։ Մարտական հերթապահությունից 2 օր առաջ իջանք եւ հրամանատարությունը ինձ ուղարկեց ազատ արձակում կարճաժամկետով։ Ես քո ցավը տանեմ։ Իրոք ճիշտ ուղու վրա ես։ Հայրենիքի սահմանը պահում ես, ժառանգը տալիս ես։ Մնաս գնաս տուն, մի ծառ տնկես ու լրիվ կհամապատասխանես իսկական տղամարդու բոլոր չափանիշներին։ Այս անիծված պատերազմը խոմ հավերժ չի։ Որպես ասվածի սապացույց մի տեսեք, թե այստեղ ինչ է կատարվում։ Կա թրցնեք ու էլ չբռնեք։ Տենում ես, ճանապարհում են քեզի։ Տենում ես, տղերքը ճանապարհում են։ Այո, ճիշտ կռայեցին հատկապես ծառայացները։ Բա ոնց, տղեն փառք ու պատվով 2 տարի ծառայել է մեր երկրի զինված ուժերում, բազմաթիվ անգամներ վտանգել կյանքը, ու հիմա ինչպես ինքն էր նշում, երկակի զգացումներով վերադառնում է հայրենի օջախ։ Մի կողմից ափսոսանքն է խեղդում, մյուս կողմից ուրախությունն ու հպարտությունը։ Չէ որ ինքը նույնպես գլուխը բարձր կարա հայտարարի, որ հայրենիքին պարտքը տվել է։ Իհարկե, մի քիչ շուտ է տենց հայտարարություններ անելը, բայց որ մարդը, ինչպես արդեն ասացի, հաղթահարելով բազմաթիվ վտանգներ ու դժվարություններ, ողջ առողջ վերադառնում է տուն, փաստա, ասված տա բոլորն էլ այսենց ուրախ զվարթ վերադառնան։ Մաֆիոս, սուրանքին նայում ես։ Ասենք մի քիչ էլ մեր գլուխը գովանք էլի, այն ոնց են ասում, դու որ քեզ չգովաս, ելով կգովա։ Նման խոսքերը լսելը իրոք շատ ուրախալի է, ժողովուրդ ջան, ու միաժամանակ պարտավորեցնող, քանի որ մեզ դիտում են նաև նրանք, ում կյանքով ենք պարտական։ Իմացեք տղեր ջան, մենք էլ ամեն ինչ անում ենք ձեզ չհիասթափեցնելու համար։ Ուստի հիմա կներկայացնենք ձեզանից շատերի կադրերը, որպեսզի ձեր ծնողները հանգիստ լինեն։ Գիտենք կհուզվեն, կարտասվեն, բայց ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, դրանք երջանկության արդյունքներ են։ Բանար երկրորդ ջոկը մարտական հերթապահություն եկածուն համաձայն հաստատող ջախտի մարտական հերթությունն ամփոփող է հակառակորդի կողմից հայտարարի խախտումներ չեն գան։ Եվ 154 մարտական դիքիավակ կրտել դերժան եղել է։ Մի անգամ իս տվյալները տալիս է Գագիկ ջան ու մեր հրետանին պատասխան հարված է հասցնում։ Արժանի հակահարված։ Ակնթարթորեն։ Սնունդը ստեղա, չէ։ Կա, չէ ամեն ինչ։ Սի որ տագնապով մի անգամ ես դուրս են գալի հանդերձավորվում ու արագ ամեն մեկը զբաղեցնում է իր տեղը։ Կրում ես թե կրվում։ Ֆուկ ես անում։ Ոնց ես։ Դու խտերնա։ Որտե՞ս ես ապրում ախպեր։ Սևան։ Օ, մի ամիտ լորեցի։ Ռազան։ Ա։ Երևան։ Որտե։ Չերմուշկա։ Երևան։ Հիմա խախանդա, չէ։ Հա, որտե՞ղ ես ապրում ախպեր։ Երևան։ Երևան որտե։ Շենգավիթ։ Ո, ինչքան վաղ ծառայող ես։ 5 ամիս։ Բոլոր առաջնագծի զինվորներին ուզում եմ մաղթել բարի վերադարձ դեպի տուն,
իսկ իրենց ծնողներին էլ համբերություն։ Աստված ձեզ հետ, տղեր ջան։ Հիմա անցնենք տեսանյութի անդուր հատվածին ու այն սկսենք Չարաբաստիկ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցածից։ Լավ, ինչքան կարելի է ազգոնության եւ ուշադրության կոչեր հնչեցնել։ Քանի դեպ դեռ պիտի ցույց տանք, որ մարդիկ հասկանան արագությունը ու հատկապես այս հատվածում երբեք լավ բանի չի բերում։ Հիշում եք անցած շաբաթ ներկայացված այս կադրերը, երբ Սևանի հարկային ծառայության օպերլիազորը տապալել էր գովազդային վահանակը ու մահացել։ Հիմա խնդրում եմ ասեք, ինչ տարբերություն կա այս երկու դեպքերի միջև։ Ասեմ, որ տարբերությունները շատ չեն։ Այս դեպքում եւս Toyota-ի վարորդը մեծ արագությամբ արծվի արձանի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, սակայն ի տարբերություն նախորդ դեպքի, ինչպես տեսնում եք, նաեւ շուռ է եկել։ Մեկ էլ կա մի բայց, էական բայց։ Եթե օպերլիազորը մահացել էր, ապա այս դեպքում զոհեր ու անգամ վիրավորներ չի եղել։ Իրոք հրաշք կա, ու հենց սրա նմանների համար է ասված, որ վերնաշապիկով է ծնվել։ Ճիշտ է, մարմնական է, թե մարմնական չի։ Մարմնական չի։ Մարմնական չի, բայց մի հոգի տարել են։ Բարեբախտաբար սխալվում էի։ Մեքենայում գտնված երիտասարդներից եւ ոչ մեկ, կրկնում եմ, չի տուժել։ Ու երբ շտաբօգնության բրիգադը ափալ-թափալ հասել է դեպքի վայր, նրանք հրաժարվել են բժշկական օգնությունից։ Այդպես էլ չհաջողվեց պարզել մեքենայում գտնվածների անունները, սակայն վստահ եմ, որ այժմ դիտում են տեսանյութը, հետեւաբար կլսեն կոչս։ Երկրորդ անգամ նման տրյուկի կրկնությունը կարող է կյանքեր արժանալ, այնպես որ չհամարեք, թե պապը ամեն անգամ կարա փլավ ուտի, այլ դասեր քաղեք ապագայի համար։ Էլի շտաբօգնության մեքենա ու էլի կողաշրջված։ Լավ, ինչքան կարանք ականատես լինենք նման իրավիճակների, երբ հիվանդին դեղ հասցնողները իրենք են ունենում դեղի կարիք։ Այս անգամ դեպքը ոչ թե մայրաքաղաքում էր, այլ Վանաձորում, Գարեգին Նժդե եւ Ստեփան Զորյան փողոցների խաչմերուկում։ Այս եկավ Ford Transit-ը կանչով մեկնելիս բախվել է մի թիքա Opel Zafira-ին ու հայտնվել նման վիճակում։ Այս խեղճները ինչ անեն, ով ինչ գալատ անում է, սրանք են քաշում։ Գազի ու դիզվառելիքի նենց հոտ էր փչում, որ փրկարարները դեպքի վայր հասնելուց հետո անմիջապես հոսանքազրկեցին մեքենաներն ու դադարեցին դիզվառելիքի արտահոսքը։ Մինչ այդ սակայն օպերատիվ են գործել իրավապահներն ու սրտացավ քաղաքացիները, հենց որոնց ջանքերով էլ Opel-ի վարորդի հետ միասին շտաբօգնության բժիշկն ու բուժքույրը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին իրենց հարազատ վայր։ Սաղեջ, բայց ոչ մի կերպ չեմ կարող հասկանամ, թե այս շտաբօգնության մեքենաները ինչ են անընդհատ շրջում։ Ասում եմ, կարող է հավասարակշռության հետ կապված խնդիր ունեն, ու այս մեքենան արտադրողները խնամքով թաքցնում են այդ փաստը։ Լավ, հասկացանք, գուցե հարվածի ձևից եւ ուժգնությունից է։ Ասենք չզիջող վարորդները խփում են մեծ արագությամբ ընթացող մեքենայի հետնամասին, բայց չէ, եղել է նաեւ դեպքեր, որ շտաբօգնությունն նման կերպ հարվածել ու կրկին շուռ եկել։ Շտաբօգնության պաշտոնյաները լավ կանեն մի հատ զանգեն Ford-ի կոնցեռն ու փորձեն հասկանալ, թե դա ինչ քյալակ են շարունակ բերում մեր գլխին։ Այս էլ Ford-ի մրցակից գազելը, որն ասեմ ձեզ, ոչնչով չի զիջում արևմտյան իր գործընկերոջը, այսինքն թող ոչ ամերիկացիները, ոչ էլ ռուսները գլուխ գովան։ Սրանց մեքենաները ոնց որ մի ոտանի լինեն, թեթևակի բրդում են, ընկնում են։ Այս անգամ Opel Zafira-ի փոխարեն բրդողը C դասի Mercedes-ն էր, սակայն հետևանքները նույնն են։ Դեպքը տեղի է ունեցել Երևան-Երասխավան ճանապարհին։ Դժվար չէ նկատել, որ ճանապարհը նորակառույց է, հետևաբար չի բացառվում, որ մեքենաները մեծ արագության տակ եղած լինեն։ Մարմնական, հա։ Քանի վիրավոր։ Երկու զգացիք չէ, նույնքան վիրավոր, ինչքան նախորդ դեպքում, ու նրանց մեքենայից հանել են հարևանությամբ գտնվող հյուրանոցի աշխատակիցներն ու քաղաքացիները։ Վիրավորներն էլ կրկին մեծ մեքենայից են եղել։ Թեպետ Mercedes-ի բացված բարձիկները հուշում են, որ այնտեղ էլ խաղաղ չի եղել, բայց դե Mercedes-ը մնում է Mercedes էլի։ Էսի Mercedes-ի արգելակման տեղն է, չէ։ Մի հատ խիչ է գնում հետազոտվում։ Մի հատ նայ կավա տակ եք, հիմա չեք զգում, այտենց մենք էլ ենք այդ օրն ընկած եղել։ Գազը լինեք դուք։ Այսինքն դուք ուզում եք ես արդեն խնացել գանել եմ որ դի հետևից Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ գազելը փորձել է այս հատվածում շրջադարձ անի, Mercedes-ն էլ եկել ու հետևից տուր որ կտաս։ Բայց որ այդքան սուրանքյունով ճանապարհային ոստիկանությունն էլ իրենց ձեռքին կոկորտները ճղելով ասում են, պահպանեք սա մանված արագությունը։ Ինչի համար ենք ասում։ Այո, երբ արագությունը բարձր է լինում, ուշ ես նկատում խոչընդոտը, նկատելուց էլ ինչպես այս դեպքն է ուսուսանում, ուշ է լինում արդեն։ Ընդ որում, այս դեպքը եւս մի փաստի վկայություն է։ Երբ ճանապարհները սարքին չեն լինում, կոկորտ ենք պատրում, թե փողերը լափելու պատճառով երթևեկում ենք դարու փոսերով, իսկ երբ սարքին է լինում, այնպիսի արագություն ենք բացում, որ հետո սաղկյանքը հիշում ենք։ Կամանց մի փոքր արի։ Գլուխդ քաշեցնեն։ Արա չի նայապուտի արանք հետա, բայց չգիտեմ։ Տղեր, 30 0, 30 0։ Հա։
Իսկ հիմա անցնենք էջի ամենատխուր մասին՝ ողբերգական ելքով պատահարներին։ Մինչև հիմա այս դեպքը հիշելիս ոչ մի կերպ չեմ կարողանում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ։ Մասնավորապես, ինչպես է ստացվում, որ մարդը մոտ 3 տարի մահացած լինի ու բարեկամները նոր գլխի ընկնեն։ Ինչ է սա, ինչ է։ 3 տարվա մեջ գոնե մի անգամ չեն հետաքրքրվել նրա որպեսությամբ։ Լավ, ընտանեկան հարաբերությունները մի կողմ դնենք եւ հասկանանք ինչ է կատարվել Այգեձորի առաջին նրբանցքի համար 14 տանը։ Բայց ուր է դիվորս կռերը։ Ոայ։ Տեսանի սարսափը թույլ չի տալիս կադրերը չքողարկել։ Ասեմ, որ կմախքը, որը հայտնաբերվեց Մաչակալի կողքը, Իվետա Սարգսյանինն է, իսկ կողքը բազմաթիվ սատկած մկներ ու առնետներ։ Ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա է հասել մոտ 3 տարի առաջ, սակայն Արաբկիրի ոստիկանության բաժին ազգականները դիմել են միայն վերջերս, նշելով, թե տևական ժամանակ ազգականից տեղեկություններ չունենալով այցելել են նրա տուն ու տեսել, որ գլխավոր մուտքի դարպասները փակ են։ Արդեն փրկարանները հատուկ տեխնիկայի միջոցով ջարդել են դուռը, որը ներսից փակված է եղել փականով եւ շղթայով։ Ինչի դասատու եղե դասախոս։ Պոլիտեխնիկ, հա։ Ստացվում է, որ պոլիտեխնիկի դասախոսը մի քանի տարի առաջ մահանում է, սակայն ոչ գործընկերները, ոչ հարևանները, ոչ բարեկամները մի հատ չեն ասում, թե լավ, ինչ է այդ կինը։ Չեմ կարծում, թե նրա մասին մտահոգվողները եթե իրար գային 3 տարի կանցներ, հետևաբար չես կարող չմտածել, որ այս կնոջով բացարձակ հետաքրքրվող չի եղել։ Իդեպ նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, հասկանալու կնոջ մահվան պատճառը, ու այս պահին բացառել նաև սպանության վարկածը հնարավոր չէ։ Ցավով եւս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ մարդկային անտարբերությունը սահման չունի։ Կիլո, չէ։ Շուշանիկ Միրզոյանը քիչ առաջ պատմեց Արթիկը պատած հեղեղումների մասին, ինչը դարձել էր մեծ ավերածությունների պատճառ, ու դրանք վերացնելու համար քաղաք էր մուտք գործել մեծ քանակությամբ տեխնիկա, այդ թվում նաև Բելարուս մագնիշի այս տրակտորը։ Հենց Արթիկից վերադառնալու ճանապարհին է տեղի ունեցել ողբերգական այս դեպքը։ Բելարուսը Հոռոմ գյուղում դուրս է եկել երթևեկելու գոտուց եւ մոտ 50 մետր գլորվել ձորը։ Իրենքն շպրտված էին, մեկը այն կողմը, մեկը այս կողմը, մեկը ստեղ։ Այս վթարը լուսաբանելիս ակամա վերհիշեցի Հարասլավցի օդաչուների դեպքը, երբ աղետի վայր օգնության հասնելու ժամանակ ինքնաթիռը կործանվել էր։ Տրակտորի ղեկին եղել է Հոռոմ գյուղի բնակիչ 35-ամյա Արտակ Մկրտչյանը։ Ինչպես լսեցիք, նրա տրակտորում գտնվել են եւս 2 հոգի՝ համագյուղացի 31-ամյա Գրիգոր Փարվանյանն ու նրա հասակակից Մնացական Սահակյանը։ Վերջինս եւ վարորդը վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ Փարվանյանը տեղում մահացել է։ Ով ինչ ուզում ասի, սակայն ես հակված եմ կարծելու, որ վթարի պատճառը վարորդի հոգնածությունն է եղել։ Դա հաստատում են դեպքի վայրում հավաքվածներից մի քանի հոգին, որոնց խոսքերով նրանք հսկայական աշխատանքներ են տարել Արթիկում, փորձելով օգնել տուժած բնակիչներին, թե վթարի ժամը այն է առավոտյան 5-ը։ Ցավով տեղեկացանք նաև, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։ Ցավակցում ենք նրա ընտանիքին եւ բարեկամներին ու կոչ անում նման դեպքերում ցուցաբերել առավել զգոնություն։ Երբ հունիսի 27-ին ազանք ստացա, որ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից Զորակում Զանգվի ափի մոտ բազմաթիվ իրավապաններ են հավաքվել, մտածեցի, որ հաստատ մի լուրջ բան տեղի ունեցած կլինի ու չսխալվեցի։ Երբ հասա դեպքի վայր, պարզեցի, որ իրավապանները րոպեներ առաջ ազանք են ստացած եղել, թե նշված հատվածում տղամարդու դիկա։ Դիակի վիճակից զգացում էր, որ սպանությունը տեղեր ունեցել քիչ առաջ, այն առնաշաղախ վիճակում էր ու տպավորություն էր, որ եթե ժամանակին հասցնեին հիվանդանոց, գուցե փրկվեր, չնայած որ գլխի մասում կային բազմաթիվ հարվածի հետքեր։ Պարզեցի, որ մահացածը 49-ամյա Արսեն Պողոսյանն էր, ում ինչ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը տեղում աշխատանքներ էին տանում, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու կենտրոնի քննչական բաժնիպետ Վիգեն Մեսրոպյանը օպերատիվ տվյալների ստացման արդյունքում մեկնեցին ինչ որտեղ, քանի որ տեղեկություններ են ստացել, որ Պողոսյանը եղել է ինչ-որ անձի հետ եւ նրանց մեջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Այս Արոնոտ քարը Եսա մեկը։ Հենա մի հատ էլ դեր, մի հատ էլ հենա։ Եսա մի հատ էլ է տակ։ Խոտակներ պետք է քարը։ Ու երբ քիչ անց ներկաները տեղեկացան, թե ում հետ է եղել մահացածը եւ հետեւաբար ով է նրան սպանողը, անակնկալի եկա։ Պարզվում է 16-ամյա Սերոժը Համբարձումյանն էր, ումից մեր ունեցած տեղեկություններով երես են թեքել բոլորը, այդ թվում ծնողները։ Այո, սա այն գինն է, որ վճարում ենք անտարբերության համար։ Եթե այդ անչափահասը գտնվեր տանը կամ համապատասխան հաստատությունում, հիմա չէր ուղևորվի Աբովյանի անչափահասների քրակատորական
հիմնարկ։ Ու ինչպես համոզվել ենք շատ դեպքերում, այս անգամ եւս չեմ կարծում, որ բաժի կրումից հետո դզվելու է։ Այսինքն բաց են թողնվել ամենակարևոր եւ ամենավորոշիչ պահն ու ժամանակահատվածը, երբ կարելի է երեխային դարձի բերել։ Աշխարհ, անասված աշխարհ։ Մառախուղի պատճառն ա եղել հիմնականն էլի, թե այդ պատճառով հետո էլ ուզել եմ հետ կամ արդեն էլ չեմ կարացել։ Հիշում եք այս տղային 25-ամյա Արսեն Խոջյանին, որը մոտ 2 տարի առաջ անզգուշությամբ հատել էր մեր ու N բաշի բոզուկների սահմանը եւ հայտնվել այնտեղ գերության մեջ։ Այդ ժամանակ բոլոր լրատվամիջոցները հարկ էին համարում անդրադառնալ երիտասարդին ու այնպես ստացվեց, որ Խոջյանը դարձավ հեռուստա աստղ։ Չգիտեմ, դրա տակա մնացած եղել թե ոչ, բայց երբ Շամշադինից ազանգ ստացա, որ նա կասկածվում է 17-ամյա աղջնակի սպանության մեջ, անկեղծ ասած շատ չզարմացա։ Չեմ ուզում կարծիքս պարտադրեմ ու փաթաթեմ մարդկանց վզին, բայց միշտ էլ տենց ա լինում։ Երբ մարդուն սկզբում ցուցաբերվում է նրա անձի այդ անհամաչափ ուշադրություն, իսկ հետո քրտ միանգամից սպառվում է, մարդ ընկնում է հոգեբանական տվյալների մեջ ու դուրս է գալիս բնական վիճակից։ Փոշմանել ես գոնե։ Ուշը արդեն ընկեր ջան, եւ ուրեմն մեր ունեցած տեղեկություններով Խոջյանը 17-ամյա Ածխիկ Հանիսյանին մի քանի անգամ անպարկեշտ առաջարկություններ արել, սակայն հերթական անգամ մերժում ստանալուց հետո վրեժխնդիր է եղել դանակի ավելի քան 10 հարվածներով։ Ինչ ասես, չգիտես, որքան էլ փորձեն դատահոգեբանական փորձաքննություններ անցկացնեն, թե արդյոք սպանության պայն մեղսունակ է եղել թե ոչ, ես արդեն ասացի պատճառների մասին։ Ինչ էր արել ինքը քեզի։ Իսկ ինչով հարվածեցիր։ Դանակով։ Հարսեն։ Նա գնաց իր պատիժը երկար տարիներ կրելու, բայց դառը նստված կմնաց ու ոչ միայն մահացած աղջկա հարազատների, այլ մեր բոլորի մոտ։ Չգիտեմ ինչու, բայց ինձ էլ է մեղադրում կատարվածի համար։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հուլիսի 10-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։